Ես սկզբին չանդրադառնամ, հուսամ իրական ընդդիմադիրներից մարդ կգտնվի կպատասխանի, չէ՞ պարոն Մամիջանյանին, թե իրական ընդդիմադիրներից չէ։ Այդ արդեն կտեսնենք իրական Հայաստանի այ իրական ընդդիմադիրներից։ Պարոն Մամիջանյան, լավ եք ասում, բայց ինչ որ ասում եք ճիշտ չեք ասում։ Ամենայն հարգանքով Սահմանազատման հանձնաժողով գոյություն ունի, որը որ դուք բոլորով իրական եւ ոչ իրական ընդդիմություններով ասում եք, որ Ադրբեջանը չի ստորագրելու, բայց այդ սահմանների ով է առաջ, ով է հետ խնդիրը դրված է այնտեղ եւ այդ խնդրով զբաղվում է կոնկրետ հանձնաժողովը։ Դրա համար պայմանագրի մեջ դա ամրագրված չէ, ինչպես նաեւ ամրագրված չէ օրինակ Ադրբեջանի համար, թե մեր զորքերը եթե ինչ որտեղ մի մետր կամ մի կիլոմետր առաջ են, իրանք հետ քաշվելու են, թե չեն քաշվել։ Այսինքն այդ մեկ անցանք առաջ։ Գերիների հետ կապված։ Հարգելիներս, պատերազմից հետո մենք ունեցել ենք 153 գերեվարված անձ։ Այսօր մենք ունենք 23 գերեվարված անձ եւ որոնցից 12-ը ռազմաքաղաքական ղեկավարներն են, որոնք գերեվարվել են 20 թվականի պատերազմից հետո եւ այդ աշխատանքը շարունակվում է եւ դրա մասին ասվել է եւ պայմանագրի մեջ դա ամրագրելը չի նշանակում, որ այդ հարցը այն հարցն է, որը որ պետք է այդտեղ ամրագրել, դա այդտեղ ամրագրելու հարցը չի եւ այդ աշխատանքը շարունակվում է այդ պայմանագրից դուրս, որտեղ պայմանագիրը կարող է եւս 2 տարի չստորագրվի, բայց մեր գերիները կարող է ամենայն հավանականությամբ մեր կողմից ամեն ինչ հնարավորինս շուտ վերադառնալ։ Դրա համար այդ հարցը այնտեղ դնել որևիցե առիթ եւ պատճառ կարծում եմ հասկանալի չկա եւ չի կարող լինել։ Ինչ վերաբերում է ընդհանուր պայմանագրին, ինչի պայմանագիրը չի ներկայացվում, դրա մասին վարչապետը բարձրաձայն ասել է, որ պայմանագիր ունի 2 տեր, 2 կողմ։ Առանց դրա էլ հայկական կողմը արդեն շատ բաներ հրապարակային քննարկել է եւ ասել է։ Եվ կարևոր բան եմ ուզում շեշտեմ, որը որ մեր հայրենակիցների համար հա ասել եմ ու կարծում եմ էլի պետք է ասել։ Պայմանագրի մեջ, համաձայնագրի մեջ չկա որևիցե կետ, որը որ միակողմանի է։ Բոլոր կետերը վերաբերվում են հավասարապես թե Ադրբեջանին, թե Հայաստանի Հանրապետությանը։ Եվ եթե դուք կարող եք ասել, որ դա Հայաստանի համար ինչ որ կապիտուլյացիա է, դա նշանակում է, որ դա Ադրբեջանի համար նույնպես կապիտուլյացիա է, որովհետև հավասարազոր։ Այսօր պարոն Մամիջանյանը մի հատ օրինակ էր բերում ծխելու եւ չծխելու մասով, պարոն Մամիջանյան, այդ օրինակն էլ տեղին չի, որովհետև օրինակ Հայաստանը չի պատրաստվում եւ չի սպառնում Ադրբեջանի վրա հարձակվել։ Իսկ Ադրբեջանը պատրաստվում է, ասում է, խոսում է, սպառնում է դրա մասին եւ այո, այդ պետք է ամրագրել եւ դա ամրագրված է եւ Հայաստանը եւ Ադրբեջանը այդ փաստաթղթով արձանագրել են, որ իրանք իրար վրա չեն հարձակվելու եւ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը։ Ես չգիտեմ էլ ինչ պետք է լինի այդ պայմանագրի մեջ, որը որ չկա, հուսամ, որ այդ պայմանագիրը կհրապարակվի ճիշտ պատեհ ժամանակին եւ այն ժամանակ արդեն լուրջ քաղաքական գործիչները նոր հիմնավոր կարծիքներ կկարողանան հայտնել դրա մասին։ Միջև թղթին ծանոթանալը յուրաքանչյուր հայտնված կարծիք որակում եմ որպես անլուրջ կարծիք, որտեղ դա օդում ասված կարծիք է։